տեղեկացնում եմ, որ թույլ չենք տալու, որ լինի չընտրված նախագահ կամ որից այդ պաշտոնյա արտգործնախարար կամ մեկ ուրիշը, ով փորձի հնչի Հայաստանի անկախությունը, ով Հայաստանի սուվերենության հետ փորձի խաղեր խաղալ։ Եվ մենք ինքներս եկել ենք ստեղ զգուշացնելու, սա տեսնում եք ինչ-որ բողոքի ոչ էլ կազմակերպել ենք, հուշկու ակցիա չենք անում։ Մենք եկել ենք մեր հաղորդագրությունը հասցնենք տեղ, որ զգուշացենք, նման քայլի հանգած չենք։ Այսինքն վտանգված է Հայաստանի անկախությունը նախ։ Այս քայլով, երբ որ սա ես ուղղակի իմ համոզմունքով ես ասում եմ, թույլ չենք տալու, որից է մեկը դավաճանություն է։ Մենք ինքներս թույլ չենք տալու այդ դավաճանական շարժ։ Բայց եթե փորձեն մաքսային միություն, երասական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր անեն, մեզնից կակնկալեն շատ լուրջ, շատ հուշկու հակահարված։ Այսինքն հիմա սպասելու եք դեռ, Դավիթ։ Իմ համար այդ խոսքերը որից է գրոշի արժեք չունի։ Իմ համար կա պրոցես, որ մենք կանխելու ենք այդ պրոցեսը, չենք տալու, որ Հայաստանը անդամակցի երասական մաքսային միությունը, որը Պուտինի համար ուղղակի համագործությունների ինչ-որ հարթակ է, որ դա ըստ էության դա տեղի չի ունենալու։ Ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենալու։ Ուղղակի ես կարծում եմ, սա իմ անձնական կարծումն է, որ G27-ից առաջ Պուտինը ուղղակի ցույց տվեց, որ կարողանում է այն նման խաղեր տալ տարածաշրջանում։ Ինչ Ղարաբաղի հարցի ինչ։ Այսինքն Ստեփան Սարգսյանի առաջ կոնկրետ պահանջներ է դրել ու որից տեսեք, շատ հստակ մի հատ բան կա։ Ես ասեմ ու խնդրում եմ խոսեք մեր քաղաքացիների հետ, հա։ Ասածս հետևյալն է, մինչև Սերժ Սարգսյանի Պուտինի հետ հանդիպումը իշխանական քարոզը գնում էր նրան, որ Հայաստանը գնում է ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու։ Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, անակնկալ բոլորի համար, ես վստահ եմ, որ իշխանության համար անակնկալ էր։ Դեղից հրահանգել են, որ նման հայտարարության պետք է անեն։ Հիմա ես ձեզ վստահացնում եմ, որ ցանկացած իշխանավոր, ով ուզում է լինի անունը Սերժ Սարգսյան թե ով լինի, եթե նա լեգիտիմ չի, նա չի կարող զգալ ժողովրդի շունչը ու լուրջ որոշումներ կայացնել։ Դրա համար անգամ պատրաստ եմ, ես ինքս անգամ պատրաստ եմ, եթե գա այլընտրանքի, հա, գասի որ ժողովուրդ, եկեք ինձ օգնեք, ես չկռանամ Պուտինի կամ մյուսների առաջ։ Ես պատրաստ եմ օգնել, թույլ չտալու որ նա անի։ Այսինքն անկախ ամենից նա կգա թե չէ, մենք թույլ չենք տալու։ Հայաստանյան քաղաքացիները, դիտակից քաղաքացիները թույլ չեն տալու, որ ցանկացած մեկը, ով ընտրվել է կամ չի ընտրվել, դա չի էական այս բանը։ Ցանկացած մեկը փորձի մեր բոլորիս անունից, որ տեսեք, ցանկացած նման որոշման համար, անկախ նրանից, որ սահմանադրությամբ նախագահ ունի լիազորություններ, հա, որոշակի քայլեր իրականացնելու ինքնուրույն, բայց նման լուրջ խնդիրները առանց քննարկման, առանց որից է քննարկում տեսել եք դուք ժողովուրդ։ Ես ինքս չեմ տեսել։ Դավիթ, իսկ ինչ մեթոդներով թույլ չեք տալու։ Դաշններ գործադրում են թույլ ղեկավարների, թույլ առաջնորդների նկատմամբ։ Եթե ընդունում են, որ թող գա, ասեն, որ մեզ ճնշել են, հա, թող ընդունում են, մենք ինքներս կօգնենք, որ չճնշեն։ Դավիթ, ասացիր, որ թույլ չենք տալու, ինչ մեթոդներով թույլ չեք տալու։ Մեթոդները առաջիկայում կտեսնենք, բայց ես մեկ անգամ եմ կրկնում ու անձամբ իմ հաղորդագրությունս դա է։ Թույլ չտալ, որ մենք գնանք հանցագործությունների։ Ավել բան չեմ կարող, թույլ պետք է չտամ, որ մենք հանցագործությունների գնանք։ Հետագա քայլերը։ Ժողովուրդ, ասեցի, որ ես ինքս անձամբ եկել եմ ստեղ, որպեսզի մեսիջը փոխանցեմ, որ չգնան այդ քայլը։